Մենք հետևողական ուշադրություն ենք դարձրել նաև բանակի պրոֆեսիոնալ հատվածին, որը դառնալու է զինված ուժերի առանցքը, եւ այս համատեքստում կարևոր է անդրադառնալ Պաշտպան հայրենիաց ծրագրին։ Դուք գիտեք եւ առիթ եք ունեցել լսելու, որ Պաշտպան հայրենիաց ծրագիրը 2.5 տարվա ընթացքում տվել է մեզ լուրջ ցուցանիշներ, ապահովել է բանակի համար էական հաջողություններ։ Սա ես համարում եմ գերատեսչական եւ անձամբ իմ հաջողությունը որպես օրենքի հեղինակ եւ շատ եմ կարեւորում նաեւ դրա շարունակական փոփոխությունները, մասնավորապես մեր փոփոխությունների բերումով 25 թվականին նախաձեռնած, բայց արդեն 26 թվականին դրանք կդառնան օրենսդրական որոշումներ, ազգային ժողովը կքննարկի, այն է Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը 5 տարով էր նախկինում եւ 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար։ Մենք հիմա պայմանագիրը ավելացնում ենք եւս 2 եւ եւս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1.5 միլիոն 2 տարվա համար, այն է, այսինքն հանրագումարը 7 եւ 5 տարի ծառայելու պարագայում եւս 5 միլիոն դրամ պատվովճար, այն է 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար։